Կշարունակենք մեր հաղորդումը Վանացայնեն հարկելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Գնանք այս պահուս միանալ մեզի Վանացայնի Facebook-ի էջով։ Ձեզի հետ են Ցանյա Ղորտավար Հակոբը եւ Հուրին։ Վանացայնի ստուդիոները ներս Փարիլյուս պիտի ասենք մեծ եղերնի ոգեգոճման 110-ամյակի ուրեմն միջկուսակցական մարմնի անդամներն Հակոբ Լադոյանին եւ Գրիգոր Մանուկյանին բարի եկացեք։ Ինչպե՞ս եք։ Շնորհավոր Սուբզադիկ անգամը եւս, Սուբզադիկը վերջացավ։ Այո, օրհնյալ է արությունը Քրիստոսի եւ մենք պիտի խոսենք հատկապես այսօր միջկուսակցական աշխատ այս մարմնի կազմակերպած կարևորագույն նախաձեռնություններում մասին։ Առաջին հերթին մեր ունգընտիրները վստահաբար մեր ցանոթություններու միջոցով գերային ցանցի վրա թե ամենտեղ ուր որ տարածվեցավ այս տարվան նշանապանին պիտի անդրադառնանք, որ գսե ոչ շարունակվող ցեղասպանության։ Ինչու համար դրեցիք այս բարերով այս տարվան նշանապանա։ Նախ շնորհակալ ենք Վանացայնին։ Գուզենք ասել, որ հետևյալ նախ կամ լոզունգը միջկուսակցական այս հանդիպումները միան երերնի ոգեգոճման առիթով չէ, որ կգազմագերբենք կամ կհանդիպենք, ընդհանրապես դարվան բոլոր ընթացքին ամսական թրությամբ հանդիպումներ դերի կունենան եւ այդ հանդիպումները ոչ միան ոգեգոճման, այլ ընդհանրապես քաոթի, հայության, համայնքի, բահբանության եւ իրավունքներու ցերբերման իմաստով։ Ինչ կվերապերի այս տարվա լոզունգին, այս տարվա լոզունգը բնականաբար շարունակվող է ցեղասպանությունը, որովհետեւ անբադիժ մնացած է ցեղասպանը։ Այդ խորհուրդը այսօր կտեսնենք զանազան երկիրներու մեջ կատարվող անարդարությունները եւ ցեղասպանությունները ուղղակի Ղազայի մեջ այլ երկիրներու մեջ Արցախը արդեն եղավ եւ այս բոլորը հիմնականը ցեղասպանություն անբադիժ մնացած լալուն պատճառով է եւ այդ իմաստով ոչ միան հայկական իմաստով այլ նաեւ լիբանանյան մագարտակի վրա ասել որ ցեղասպանությունը շարունակվող երևույթ է որովհետեւ անբադիժ է ցեղասպանը Այս մարմինը 110-ամյակի արիթով իր հանդիպումներու ընթացքին ըստ ձեզի ինչ էր հիմնական կետը, որում մասին անպայման գուզեիք անդրադառնալ եւ անպայման ժողովրդին այսպես ուշադրությունը դարձնել այդ կետին վրա, ինչն էր հիմնականը ձեզի համար։ Մեզ համար հիմնականը այդ էր, որ մեր հայ ժողովուրդը ընդհանրապես եւ երիտասարդները մասնավորապես չմոռնան իրենց բապերուն դարաբանկը որ դարին ապրիլ 24-ի եղերնի պատճառով եւ կնահատեն իրենց հայրերուն կամ զունողած այդ ջիկը եւ ճանկը որ դարած են շարունակությունը բահելու մեր հայկական սովորություններուն ավանդություններուն ասկայնասիրության եւ հարադևման եւ ադոր վրա գետրոնացած ենք այս անգամ եւս մեր հայ երդասարտներուն հարգավ քնահատելով մեր մեծերուն մեր բաբերուն դարած ջիկն ու աշխատանքը այդ ուղությամբ եւ մենք շեշտելով եւ ուղղություն տալով մեր երդասարտներուն որ այդ տրոշագը Տրոշարշավը շարունակել հարաճիգա սերունդներուն համար։ Այո, շատ լավ։ Խոսենք քիչ ընդհանրապես ցեղասպանության նվիրված ցերնարկներուն մենք ճիշտ է դարի մեկ անգամ ապրիլ ամսվան ընթացքին այսպիսի նախաձեռնություններով գուզենք ոչ միայն մենք մեզ հիշեցնել, այլ համայն աշխարհին հիշեցնել, բեզի համար մենք որովհետև չենք մոռացած մեր առօրյա կյանքը արդեն ցեղասպանության արդյունքն է, ինչ որ մենք հոսենք, կգոյատևենք, կշարունակենք մեր կյանքը։ Բայց այսօր ընդհանրապես ժամանակներու փոփոխության հետ կգարձեք, որ հիշադակի ցերնակները կամ ոգեգոճման ցերնակներուն ցևնալ փոխվեցավ եւ կգարձեք որ մենք պետք է այլևս քայլ պահենք այդ բոլորին հետ եւ որքանով գրծակ այս դարի այդ բոլորը գիրարգել այս տարվան ծրագիրներում մեջ հիմա ընդհանրապես ոգեգոճման մարմնի կամ ոգեգոճման ցերնակները նախաձեռնությունները գլան տասական ցեղով եւ այդ տասական ցեղը բահած ենք բայց անոր կողքին նաեւ աշխատած ենք զանազան մագարտակներով որովհետեւ գարենանք նաեւ ոչ հայ հացարակությունը ոչ հայ շրջանակը նաեւ դերյակ պահենք նաեւ հայդարարությունները որ դեղական գայաններու կամ
ջամփաներու վրա թողված է, նաև այն շրջանակները, որոնք ոչ անպայման հայկական միջավայրի մեջ են եւ դարբեր շրջաններու մեջ կգտնվի, դեյա գլան։ Հիմա մեր ակնկալությունն է, որ 23-ի երեգոն ժամը 7-ին Բեյրութի բուրջի հրապարակի նահատակած հուշարձանի կողքին բավական մեծ թիվով հայություններ գալա, որովհետև մեր նվազագույն բարտն է, մեր նվազագույն գիտակցությունն է, որովհետեւ կարենանք մեր թե լիբանանյան արմով, թե ոչ լիբանանյան արմով փաստենք մեր ներկայությունը Լիբանանի մեջ։ Այո։ Օդարներուն հասնելը որքան կարևոր։ Մենք այսօր ճիշտ է Լիբանանի մեջ այսքան դարի է գաբրինք, բայց դա օրինակ է երբեմն կնկատենք, որ մեր շրջաբադի մեջ, նույնիսկ մեր շրջաբադի մեջ ապրող լիբանանցիներ դակավին այնքան տեղեկություններ չունեն ցեղասպանության մասին, որքան որ պետք է ունենան, եւ ինչ է ձեր կարծիքը այդ մասին։ Այդ գեդի մեջ ես շատ համաձայն չեմ քու ասածիդ ճիշտ է մենք շատ ուրախ ենք, որ մեր երդասարդ դարը շատ լավորեն դերյակ է եղած են, արաբներու մասին առավել իրենգալ իրենց կարգին կփոխանցեն այդ դերգությունները զանազան ծևերով մանավանդ փչչային հերացայիններու միջոցով, մեդիայի միջոցով կփոխանցեն ոչ հայ ասենք լիբանանցիներու եւ նույնիսկ եթե արտասահման անցնենք մեր երկրեն դուրս անցնենք նշмарած ենք որ ոչ հայ դարերը ավելիով դերյակ լանգոր եղերնի տեպկերուն եւ մարամասություններեն ավելի դերյակ լանգոր եւ իրենգալ բաժին գգրենգոր եւ մանավանդ ասվերշին շրջանին որ զանազան երկրներու մեջ դերի ունեցան նման սենք ոչ ամբողջովին նման, բայց նման տեպկեր իրարու գաբելով շարունակականությունը կբահենգոր եղերներու կամ նման տեպկերու։ Շատ լավ։ Ինչու նահատակած հրապարակ։ Նահատակած հրապարակի գլխավոր պատճառ այն է, որ նահատակած հուշարձանը կա եւ լիբանանցիներուն հիշեցնելու նաեւ որ Լիբանանն Օսմանյան գայսության այս սենքյաթաղանեն անցած են եւ հագարակ անոր մայիս 6-ը հանած են լիբանանյան ոգեգոճման այդ բաներն ուրեմն լիբանանյան արումով մեսաժ տալու պատկամը տալու ադիգա 1 երկրորդը այն է որ մենք նաեւ ունենք որոշ նախաձեռնություններ նահատակած հուշարձանեն անգախ նաև հաջորդ օրը հարաբերական պատկամը գա Անտիլիասի մեջ հաջորդ օրը երեգոյան երդասարտական հսկումը գա մեր երեգնի Բիգֆայայի հուշարձանին այո Այսինքն իր նշանակությունը ունի նահատակած հրապարակը մեզի համար, գնալալ մեզի համար ավելի քան լիբանանցիներուն համար։ Այսպես հոն հավաքվելը կգործեմ եւ մեծատիվ ըլլալը շատ կարեւոր երևույթ է։ Եվ այսօր ինչպիսի գոչ պիտի ուղենք։ Այսօրվան ճիշտ է մենք, այսինքն քիչ առաջ կսենք, որ մենք չենք մորցած, մենք կշարունակենք պայքարիլ, բայց դեղը կարծեք այսպես նաեւ պետք է հասկանա ժողովուրդը, որ ասիկա շարունակվող պայքար է, չէ, որքան կարևոր է ադի հասկանալ, ասիկա շարունակվեսի չի վերջանալ, բամը չէ, որ իր վերջը ունի, այսինքն 100 տարին անցավ, ավասի 10 տարի անցավ ադոր վրա, բայց մեր պայքարը պիտի շարունակվի։ Մեր պայքարը գենտատրեմ դարիներով չի սահմանապակվիր։ Մեր պայքարը մեր հոգիի մեջ է, մեր արյունի մեջ է, եւ պիտի շարունակվի մինչև որ ոչ թե պայմանով նյութական հատուցում, այլև հոգեգան հատուցում մինչև հասնենք, որ դժբախտաբար մինչև օրս տրկական կառավարությունը ովևէ հագում չի հայտնաբերել գոր այդ ուղղությամբ։ Ուստի մենք պիտի շարունակենք մեր հաջորդ սերունդներուն ամեն միջոցներով հագարակ ամեն դեսագի մարդահրավերներուն, որ մեր թեմ գլագոր, մենք պիտի փոխանցենք միայն ոչ թե միայն մեր սերունդներուն, այլև համայն մեր շրջանակներուն, մեր շուրջ գտնվող ոչ հայ սերունդներուն, որ դերյա գլան մեր
թադին սենք մասին։ Հայտարարի աշխատանքները այս օրերուն եւ անցնող օրերուն այսպես գփոխանցվին սերունդ կշարունակվին, բայց այսօր հայրենիքի իրավիճակը, Արցախի իրավիճակը այսպես բավական բարդ մտնոլորտ մը գտիր է, բարդ վիճակ մը ստեղծված է այդ իմաստով եւ կկարծեմ որ հայոց ասպանչան 110-ամյակի նշումը գուկա ուրիշ ծևով լուսարցակներ արձակելու, չէ՞, այդ եղելության վրա։ Բնականաբար հետեւյալն է մենք երկու օրագակ ունենք համայն հայություն երկու օրագակ ունի մեր որ մեզ կմիացնի հագարակ դժվարություններուն հագարակ մեր թեմ թրված մարտահրավերներուն հայրենիքը սպյուրքի գաբի որոշ թուլացման բայց մենք ունենք Արցախի օրագակը եւ ունենք ցեղասպանության օրագակը այս երկու օրագակերը Հայաստան սպյուրք Արցախ մերձեցման եւ միասնականության լավ ներուժ է եւ այս իմաստով մեր պատկամն է իբրե մարմին, որ ցեղասպանության այս ողջակոչման ներգայությունը նաև ամեն ոչ միայն Լիբանանի, այլ համայն հայության, սպյուրքահայության, Հայաստանի ժողովրդին, Արցախին իրենց զորակցությունը դալու նաև մեր ներգայությունը հաստատելու նաև մեր բազմաթիվ ներգայությունը նաև կոդեբնթելու բոլոր մագարտակներու վրա, որովհետև նաև որոշ բաղակից մփանամ ասելու համար որ այս դարի մեր խոսքերը որ պիտի արտասանվին ողջակոչման մարմնի կողմէ մարմնի խոսք է այսինքն այնպես չէ որ հոյթայի խոսք կամ գավառ ազատական ուսացիական սեթավը արաբերեն եւ հայերեն խոսքերը մարմինի խոսք է ինչ որ կնշանակե որ մենք հասած ենք այն վիճակին որ մենք ցեղասպանության օրագակին միասնական խոսք ունենք գցելիք ամեն մեկը իր խոսքը ունի գցելիք եւ այս մեկը պետք է նաեւ դրսեւորվի համայնքներու առաքելական, գաթողիկի, ավետարանական, ինչպես նաև գուսակցական եւ ոչ գուսակցական, փարեսիրական, մշակութային, մարզական, փարեկորձական այս բոլոր գաղութներու մեջ, որ այս օրագակը քննելի օրագակ չէ, այս օրագակը հավաքող օրագակ է եւ այդ հավաքը գլա գտրսեվովի միան ներգայությամբ, ոչ դուներեն, ոչ online տիդելեն մենք ներգա պիտի ելանք որովհետեւ Լիբանանահայությունը ինքնին կփաստե իր կարևորությունը շեշտե եւ իր մանավանդ այս հանգրվանին Լիբանանյան արումովալ Հայաստանի սպյուրքի եւ Արցախի ժողովրդի համար կոդեբնթելու Այո, ադիկա կարծեմ հիմնական երևույթն է անոնք որոնք պիտի հետևին մեզի դուրսեն, որովհետև մենք միշտ կսենք Լիբանանը սպյուրքի սիրտն է եւ այդպես լալով կարծեմ որ ավելիով մեր ուսերուն վրա բարդականություն գտրվի, չէ՞, մանավանդ այսպիսի ցերնակներու ոգեգոճման ցերնակներու մեր ներգայությունը փաստենք, չէ՞։ Այո, անպայման բատմականորեն փաստված է եւ գտվի թե դագավին այդպես է, ինչպես նշեցիք Լիբանանը եղած է սպյուրքահայության աղբյուրը եւ եթե շարունակենք եւ նշмарենք նույնիսկ ամերիկյան ափերը կամ եվրոպական միշտ Լիբանանահայական շունչ մնե որ հոն երթալով զարգացած է եւ ավելի արդյունաբեր եղած է եւ մենք ադոր մեծ վստահություն ունենք եւ ադիգա կփարադե այդ մտավախությունը որ մենք ցուլումի գերտանքոր եթե նշмарենք մանավանդ վերջին մի քանի տարիներուն Ամերիկայի, Կանադայի, Եվրոպայի մեջ հայկական գազագերբություններու միա Աբրամ բնտվիլը եւ ցերնակներու եւ շունչի բանը ավելի զորացած է որ ադիգա մեզի մխիտարանք մնե որ դժբախտաբար երդասարտներու արդասահման մեկնել Լիբանանեն սա գամնա դնդեսական պայմաններուն Աչաբալ վնաս մչե մեզի այլև դարածումն է մեր Լիբանանահայության սպյուրքի աչ շունչին ասկայնասիրական շունչին Շատ լավ մենք նկատեցինք որ պատկերասպյուրի գայաններն եւս հadoop կանուշչական այսպես ուրեմն օգտագործելով պատկերասպյուրի գայանները գերևին ցանոցումը որովհետեւ ասի ինչպես որսինք համալիբանանյան պիտի ըլլա այլ ծրագիրներ ունի մարմինը ցեղասպանության ոգեգոճման հետ կապված այսինքն այս հավաքեն զատ
խոսքս կվերապերի դարբեր պատկերասպիրեկաններու հարցազրույցներ կամ on-line արցանց հարցազրույցներ դի ելան, չէ՞։ Բնականաբար թե մամուլի մեջ հոսվածներով, թե նաև պատկերասպիրեկաններն հարցազրույցներու շարք մգավոր հրավերներ ստացած ենք եւ վիդեն թարաչենք բնականաբար կամ մեր աշխատանքով արդյունք տված է դիգա անգախ ատկե նաև պետք է ասել որ լիբանանյան մեդիան ընդհանրապես այդ օրը ներգա պիտի ըլլա 23-ի գիշերը որովհետեւ ուղագի սփռումալ անե բզդիկ սփռումներ իրենց լուրերու բաժինեն այո հոնք պիտի անցնեն այսինքն պիտի ներգա ըլլան իսկ եթե գարկը մարամասություններով պիտի անդրադառնանք խոսքերը ըսիկ վստահաբար գեղարվեստական բաժինակը հայդակիրը բնականաբար Zage besage ze der Runde la քայլերներն այդ փացման խոսքը բիլա որ մե իդ գեգու վիդեոերիզի ցուցադրություն պիտի պատրաստված է ցուցա նոր վիդեոներն մեկը վկայություններ է ցեղասպանության մասին ընդհանրապես երկրի նախագահներ եւ այլն ադիմաստով երկրորդը մեր ցեղասպանության ճանաչումի ընթացքը այդ երկրներ որոնք ճանաչած են եւ հայերենով արաբերենով խոսքա եւ շնորհալի երգչախումբը պիտի մասնակցի քարավեստական բաժինով որ մեր այդ հավաքի ավարտին նաեւ հավաքի անունով հայդարարություն պիտի հայերեն եւ արաբերեն Շատ լավ։ Նա ասենք որ մեր ունգընտիրներուն եւ ագընտիրներուն հոն իրենց հոն հասնիլը իրենց միջոցներով պիտի ըլլա, որովհետեւ քայլարշավ չէ, ճիշտ է։ Քայլարշավ չէ, բայց փոխադրամիջոցներ կան, որ ֆլայերներուն Այո, մեր ցանուցումներն ալ արդեն կփոխանցեն։ Նշված են գետրոնները ուր պիտի թյուրությունը դրվի փոխադրության մինչև հրաբարակ եւ վերաթարցան եւ վերաթարցան այո այդակիրը երկար չէ ընդհանուր ոգեգոճման դեպօրություն մեյուգես շամի սահմաններում մեջ է այդ իմաստով հadoop աթորներ պիտի շարվին որպես ժողովուրդը ոտքի չի մնա եւ նստած հետեւի Այո, շատ լավ, նախապատրաստական աշխատանքները արդեն իրենց ընթացքի մեջ են, շատ լավ։ Ուզեմ վերջին բաժնով ձեր գոչը ուղեք մեր ժողովրդին, որտեղ հիմնականը հոս է։ Մենք այո, յուրաքանչյուր տարի, ամեն տարի որ այս օրերը կմոտենան, մենք պետք է քոնե այս օրերուն համախմբվենք միատեղ եւ ներկա գտնվենք այսպիսի ցերնակներում։ Մենք մեր ուխտը վերանորոգելու, որովհետեւ եւ մեր ուխտը նորոգենք մեր նահատակներուն ասենք որ մենք պիտի շարունակենք իրենց գործը, որովհետև այստեղ իրենց մահով չնշանակեր, որ մեր տադը վերջացավ, ընդհակառակը մեր տադը այդ ձևով սկսավ։ Ձեր վերջին խոսքը եւ հadoop այսպես մեր ագընտիրներուն եւ ունգընտիրներուն ուղղված։ Մեր վերջին խոսքը գլա, որ ինչպես որ նշեցիք, մենք իբր հայ նվազագույն այս օրը հարգավ հարադև բայկար է մեր բայկարը, բայց մանավանդ այս օրը պաստելու համար մեր համայն հայության եւ ոչ հայերուն որ մենք լիբանանցիներուն եւ այս տարի ինչպես նշվեցավ ուզեցինք Բեյրութի Լիբանանի Բեյրութի նահատակած հրաբարակ անել աբացուցելու համար որ մենք թե իբր հայ թե իբր լիբանանցի մենք բարդ կսկանք մեր նահատակներուն եւ եղերնի կամ լիբանանի նահատակներուն բարդ կսկանք որ իրենց սենք քնահատելու այո որ երախտագիտական արդյունքը գլա մեր նահատակներուն մեր ծնողած մեր բաբերուն շատ լավ ռամեցեք վերջին խոսքն ինչ պիտի ասեք Երեգնի ոգեգոճման մարմնի անով գոչ կնենք որ մեր ժողովրդի բոլոր զավակները մեր փոքրեն միջև մեծ բոլորը ներգա գտնվելով թե հարկանք դված կլան թե նաև մասնակցած կլան մեր քաոթի զորավոր լալու թիմակիցը բահելու մեր ներկայությունը փաստելու եւ մանավանդ միասնական երևնալու որովհետեւ ցեղասպանությունը օրագակ չէ որ գնանք քննել ինչ կուզենք եւ ինչ չենք ուզեր օրագակ է որ միասնական պետք է լանք եւ այդ միասնականությունը
նաև 23-ին ժամը 7-ին Բեյրութի հրաբարակը ներկա գտնվելով է ոչ մեկ պատճառ կա ոչ մեկ փանավոր բացակայություն կա բոլորս պետք է ներկա լանք եւ այդ ներկայությունը յուրաքանչյուրը անհատապես բոլորս հավաքապար հաստատած կլանք ոչ թե միան սի քիչ առաջ լիբանանահայության այլ սփյուռքահայության Հայաստանի եւ Արցախի զորակցության կոդեբնդման եւ միասնականության շնորհակալություն Բարի եկած եք հաջողություն ձեր աշխատանքներուն Հակոբ Լատոյան, Գրիգոր Մանուկյան, սիրելիներ մեր զրուցակիցներն էին, ուրեմն միջկուսակցական Եղեռնի ողջագոճման 110-ամյակի մարմինի անդամներ։ Բարի օր ցեզի։ Շնորհակալություն ձեր ալվարց կգադար այս ուղղությամբ եւ ընդհանրապես հայ համայնքին ձեր դարած ջիկերուն իբր վանացային։ Շնորհակալություն։ Վարսկերնիտ կդար։ Շնորհակալություն։